Ինչ խնդրով եք այստեղ, ինչ լուծում եք պահանջում։ Ես Մխիթար Մաթևոսյանն եմ, Yandex Taxi վարորդ։ Մեր խնդիրները հիմնականում հենց Yandex Taxi հետ են կապված, որովհետև այսօրվա դրությամբ Yandex Taxi վարորդը փող չի աշխատում, բարձրացրել են տոկոսադրույքները, ցանկացած մի քայլ Yandex Taxi-ում դու պիտի վճարում կատարես, այսինքն կարող ես սովորաբար 16-17% են վերցնում, դու կարող ես 1-ից 9% հավելյալ վճարումով միացնել Մոյո ռայոնը, որտեղ նոր ստանալու ես պատվերներ, այսինքն տեսեք ինչա դուրս գալի վարորդի համար, Yandex-ը բարձրացրել է տարիֆը, այսինքն տոկոսադրույքը, ընդհանուր տոկոսադրույք վարորդից դուրս է գալիս 26-27%, մարդը այսօրվա դրությամբ մեր երկրում շատ մեծ, այսպես ասած, քանակի տաքսիստները իրենք իրենց մեքենաները չեն վարում, իրենք վարում են վարձով, օրավարձով մեքենաներ ու այսպես է դուրս գալի, որ 14-16 ժամ աշխատելուց հետո վարորդը շատ հնարավոր է, որ օր լինի, որ ինքը կգնա տուն ընդամենը 5000 դրամ աշխատած։ Այսինքն վարորդը աշխատում է 14-16 ժամ, չի կարողանում վաստակել գոնե մինիմալ աշխատավարձը։ Մեր խնդիրը կայանում է նրանում նաև, որ պետությունը որպես աշխատող, որպես աշխատանք եւ աշխատանքից ստացած եկամուտ հարկում է մեր գործը։ Այսինքն մենք բացի Yandex-ի տոկոսադրույքից, բացի տաքսոպարկի տոկոսադրույքից, մենք վճարում ենք նաև պետական տուրք։ Բայց մեր գործը, մեր աշխատանքը որպես ստաժ չի ավելանում մեզ։ Այսինքն գրանցված աշխատող չենք համարվում, դա չի գրանցվում որպես մեր կյանքում ստաժ, որը ասենք խախտվում են բոլոր վարորդի բոլոր իրավունքները որպես մարդ, որովհետև այսպես ասենք մենք արագությամբ գնում ենք Եվրոպա, բայց այսօր մարդ կարողանում է 8 ժամ պիտի աշխատի, որից մի ժամը համարվում է, ասենք, իր պերերիվի ժամը ու կարողանա վաստակել գոնե մինիմալ զամբյուղը, բայց այսօր դրա փոխարեն վարորդը աշխատում է 16 ժամ, չունենալով կարելի ասել ոչ մի ազատ րոպե, ու էլ եմ ասում հանելով ընդհանուր ծախսերը, հանելով մեքենայի վարձերը կամ եթե դա անգամ մեքենան իմ մեքենան է, այդ մեքենան ունի մաշվածության խնդիր, որը մաշվում է ընթացքում։ Այդ մաշվածության ծախսերը հանած վարորդը փող չի աշխատում ընդհանրապես, աշխատում է մոտավորապես 5000 դրամ, ոչ մի իրավունք որպես վարորդ պաշտպանված չի, էլ եմ ասում, պետությունը մեզ տեսնում է որպես աշխատող, որին կարելի է փող գանձել այդ մարդուց, որից կարելի է հարկ ստանալ, բայց չի տեսնում որպես, այսպես ասենք, աշխատող, որ կարելի է ստաժ տալ այդ մարդուն, որ կարելի է համարել որպես գրանցված աշխատող։ Ասեմ եւս մի մեծ խնդրի մասին, որ այսօրվա դրությամբ դա արդեն իմ անձնական կարծիքն է, որ էլ եմ կրկնում, Yandex Taxi-ն համարվում է թմրանյութի շրջանառության առաջի մասնակիցը ու բացատրեմ խի, որովհետև այս հարցը ես բարձրացրել եմ նաև Yandex Taxi տեղբաժանի հետ, այսպես ասեմ, նստում են, այսօրվա դրությամբ գիտենք ինչա կատարվում մեր երկրում նարկոտիկը հասանելի է 14 տարեկան երեխեքին, նստում են, պատվերը տալիս են աստված գիտի որ անկյուն ու պատվերը կատարելուց հետո վարորդը չունի հնարավորություն, որ ասենք գնահատականների մեջ, այ տեսեք կա պունկտ, կեղտոտել են մեքենան, այսպես կոնֆլիկտային ուղևոր են կամ էս կամ են, բայց չկա մի պունկտ, այն էլ մեր երկրի պայմաններում, որ էլ եմ կրկնում նարկոտիկա հասանելի է 14 տարեկան երեխեքին, չկա մի պունկտ, որտեղ վարորդը կարող է ասել գնահատել, որ այսինքն այս մարդու այս պատվերը ինձ թված, օրինակի համար, որ նա գնում էր այս տեղական լեզվով ասած զակլատկի հետևից, որ 1-2-3 վարորդ այդ գնահատականը տան, 4-րդ պատվերը արդեն ոստիկանությունը կարողանա հետևել ու կանխել։ Մենք այս առաջարկություններով դիմում ենք, բայց ոչ մի առաջընթաց չկա։ Մենք ունենք պահանջ, որ Yandex Taxi-ն ընդհանուր գումարը, ընդհանուր տոկոսադրույքը, որ վարորդը կարողանա փող աշխատել, կարողանա աշխատել գոնե իր մեքենայի փողը, մենք պահանջում ենք, որ Yandex Taxi-ն վերադառնա աշխատի այս պայմաններով, նա ագրեգատ է ընդամենը եւ նա աշխատի ընդհանուր գանձելով վարորդից ներառյալ պետական հարկերը։ Գանձվի ընդամենը 15%, որպեսզի վարորդը կարողանա այսօրվա դրությամբ փող աշխատի։ Իսկ հիմնավոր ինչ որ
Հիմքեր ունեք այդպես կարծելու, որ օրինակ նույն թմրանյութ եք տեղափոխում։ Իհարկե ես անձամբ վարորդ եմ ու քանի անգամ ա եղել, ես գնացել եմ, ես տեսել եմ, որ այսպես կայնած տենում եմ, որ այս մարդն իջել է ծառի տակը գիշերվա ժամի 1-ին հեռախոսի լույսը վառած բան ա ման գալի, ինչ ա ման գալի։ Հաստատել որ դա թմրանյութ է, հետեւաբար ես չեմ կարող, որովհետեւ ես չեմ անցկացրել այդ նյութի էքսպերտիզան, բայց ունենալ կասկած ես կարող եմ, որը կարող եմ գնահատականի մեջ նշել, որից հետո ոստիկանությունը արդեն կարողանա իր գործը կատարել։ Քանի տարի եք դուք Yandex տաքսից այսպես վարում։ Yandex-ում աշխատում եմ մոտավորապես 8 ամիս։ Ես Հայաստանում երկար տարիներ չեմ ապրել, ապրել եմ Օդեսայում ու ես մի 8 ամիսը աշխատում եմ Yandex-ում։ Իսկ 8 ամսվա ընթացքում նման դեպքեր շատ եք հանդիպել ձեր նշած դեպքերից։ Եթե սուտ չասեմ, եթե ոչ ամեն օր, գոնե օրը մեջ հանդիպում ես այդ դեպքին։ Օրա լինում կարող ես անգամ 2-3 անգամ։ Ես դեպք գիտեմ անգամ, որ վարորդը չի տեսնելով, որ այս մարդը գնաց, վերցրեց նույն այդ իմ պատմած ձևով, պատի տակից, ծառի տակից, վերցրեց մինուտ ու գալիս է նստի իր ավտոն, ասելա չեմ թողի նստես իմ ավտոն։ Չի թողել ու այդտեղ կռիվ ա սկսել ու ոչ վարորդը վճարն ա ստացել, ոչ մի բան, մի հատ էլ զանգել ա Yandex ասել ա կներեք դա մեր խնդիրը չէ։ Ահա ամբողջն ու այսօրվա դրությամբ, եթե ասենք ցանկացած այդ զակլատկի գնացող մարդ, որը քիչ ա որ գնում ա չի թաքցնում իր գնալու տեղը, մի հատ էլ վախենա, որ կարող է այս տաքսիստը դնի գնահատի, որ ես թմրանյութի հետևից եմ եկել ու հաջորդ պատվերս արդեն ինձ դիմավորեն, ինձ թվում է գոնե այդ պատվերները կպրծնեն Yandex-ից։ Իսկ ձեր գլխավոր պահանջը այս բանը ո՞րն է։ Տոկոսադրույքի իջեցում, որ տոկոսադրույքը վարորդից գանձվի ամբողջ տոկոսադրույքը ներառյալ պետական բոլոր հարկերը, գանձվի ընդամենը 15%, որպեսզի վարորդին վերադարձվի վերին շեմա, այսինքն եթե առաջ մարդ աշխատում էր պատվերը 10,000-ա, գանձումը տոկոսադրույքի գանձումը կատարվում էր մենակ 5,000-ից։ Այն 5,000-ը ընդհանուր գալիս էր արդեն վարորդին, առանց տոկոսադրույք պահելու։ Իսկ հիմա դա էլ են վերացրել, որ վերադարձվի վարորդին տոկոսադրույքը վերին շեմը 5,000 դրամը։ Որպեսզի արդեն ոչ միայն Yandex տաքսուց, այլ պետությունից են պահանջում, որպեսզի մեր աշխատանքը, եթե դուք համարում եք, որ մենք աշխատում ենք ու մեզանից տոկոս եք պահում, այս դեպքում բարի եղեք, տվեք մեզ փաստացի աշխատողի։ Yandex-ի մյուս վարորդների ցանկը։ Իհարկե, մենք այդ վիդեոներով դիմել եմ վարորդներին, մենք ընդհանուր կարող եք, չգիտեմ, տեսած էլ կլինեք, դուք տեսել եք հավանաբար 170-180 հազար դիտում մի լիքը մարդիկ, որ ուզում են այսօրվա դրությամբ, ես լինելով վարորդ, ես չեմ կարող չաշխատել Yandex տաքսում, որովհետև Yandex տաքսին այն մոնոպոլիայի միջոցով այնպես է արել, որ ասենք կա, չէ, Հայաստանում City Mobile եւ GG-ն, որը չգիտեմ, տեղական են, ինչքան ես գիտեմ, համենայն դեպս ես չեմ կարող օր վերցնել օրավարձով մեքենա, գնալ GG կամ City Mobile աշխատելու, որովհետև Yandex-ը պատվերները շատ էժանա ու բոլորը ընտեղ են, վարորդներն ընտեղ են։ Դու չես կարա լինես լով մենակ, դուրս գաս, դու չես ստանա պատվեր։ Իսկ երբ որ հավասարակշռվի այդ դաշտը, արդեն մարդը վարորդը կարողանա ունենալ իրավունք, որ այսինքն ես կարող եմ չաշխատել Yandex-ում, աշխատել GG-ում կամ City Mobile-ում, իսկ հիմա ոչ GG-ն է իրան արդարացնում, ոչ City Mobile-ը, որովհետև Yandex-ը իր մոնոպոլիան արդեն ինքն էլ կառավարում է։ Ավելացնելու։ Ես հույս ունեմ, տեսեք, դեմ ընտրություններ, մեր այս քաղաքական դաշտում աթոռը վեկալած, վերցրած վազում են էսկոմ, ես հույս ունեմ, որ գոնե մի պահ հետի կդադարեն այդ աթոռը էսկոմ քաշելու սիտուացիաներից ու գոնե մի պահ կլսեն 150-ից 150 հազարից ավել վարորդ կա այսօր Հայաստանում, որ աշխատում է, որ ցանկացած ուժ, գոնե մի ուժ, որը ռեալ աշխատում է մարդկանց համար, ոչ թե աթոռն է ուզում, այլ ուզում է, որ մարդիկ լավ ապրեն, մարդկանց համար ինչ-որ մի օգուտ տված լինի։ Այսօր 140,000, 150,000 ընտանիք, որտեղ կան վարորդներ, կոնկրետ չեն կարող լիարժեք նորմալ ապրել, գոնե իրենց աշխատանքի համաձայն ստանալ, որովհետև կա այսպիսի մոնոպոլիա։ Եթե կա ինչ-որ քաղաքական ուժ, դիմում եմ այդ քաղաքական ուժին, որ օգնեն մեզ այս հարցում ինչ-որ հաջողությունների հասնենք։